Ձեր կարծիքով ինչու է Ալիևը մերժեց Հայաստան գալու հրավերը, երբ Փաշինյանը պնդում է, որ խաղաղություն Ես քաղաքագետ չեմ, մասնագիտությամբ երաժիշտ եմ, մի անգամ բարկացա անշնորհք խոսք արտահայտեցի, միջև ամաչում եմ, կներեք ինձ։ Ես զերծ եմ մնում քաղաքական Եմ ուզում կարծիք այդ։ Որ մերժեց գալը ինչը պասիվ մասնակցության մասին էր ընդամենը խոսքը շատ էլ ճիշտ անում, որ Փաշինյանը այնուամենայնիվ խոսում է խաղաղության մասին։ Բա ամեն մի մերժումն ու իր մոտ էլ շատ բանալում Փաշինյանը չի գնում։ Դա ինչ է նշանակում, ոչ մի բան։ Ամեն ինչ իր ընթացքով գնում է եւ փառք Աստծո։ Խաղաղությունը միշտ թողալա խաղաղություն։ Մենք ուզենք խաղաղությունը լակոր։ Ինչու Ալիևը հրավերը մերժեց ու չի գալիս Հայաստան այդ դեպքում։ Հալեբցիները, սուրիացիները։ Ալիևը, ես չեմ գիտեր Ալիև, ես սուրիացի։ Հայաստանի իշխանությունները հրավիրել են նրան Հայաստան, բայց թող հրավերը թող կա ինքը։ Ինչու կմերժե գոր։ Ալի ուրեմն նպատակ ունի որ կմերժե գոր։ Չէ։ Ուրեմն նպատակ ունի որ կմերժե գոր։ Ուրիշ նպատակ, yəni ինչու վիճի կա։ Վախ չունին է։ Մեկը վախ չունին է, ինչու վիճի կա։ Ուրեմն վախ ունի, ուրեմն իմ կարծիքս է, ամեն մարդ իր կարծիք ունի, չէ, վախ ունի որ չկա, չէ թե մեկը իրավիրեն է, ինչու չկա, եթե դու ինձի իրեն դունը իրավիրես, ինչու ես չկան վախ չունեմ նե։ Ինչից է վախենում, օրինակ, ես ասված գիտե, չեմ գիտեր, շիդագը չեմ գիտեր։ Ձեր կարծիքով ինչ պետք է լիներ, դուք որտեղի զավարություն եք, ձեր արմատները որտեղից են։ Բանից են։ Ահա, այ այն տարիներն էլ նույն ձևի այդտենց եկել են այս գյուղեն, ասել են քեզ ամեն ինչի ձրկում ենք հարկից բանից, նրանց որ ձեր չտակ, ձեզ բան չենք ասում։ Ու տենց կամանց կոտորելով էլ Ադրբեջանի կեսից շատը հայություն ա եղել։ Այն ժամանակ թուրքերը հայերի հետ շատ սենց ինտերվալով էին, կոպտություններ բան չկա։ Բայց մեզ պատերազմից հետո, որ այդ Ալիևն էլ հելավ սկսեց քննադատել, նրանք դպրոցներում սովորեցնում են երեխեքին, որ հայերը մեր թշնամին են։ Պետք է հայերից զգուշել մեզ։ Բայց խաղաղություն է, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հաստատվել է խաղաղություն։ Մի րոպե լսի է։ Հիմա ուզում ես ասեմ, այնտեղ ձրի շենք եմ սարքում, կգաք ստանալ։ Ստենց հա, տես դու պետք է տվյալ մարդկանց հետ համերաշխությունը ստեղծես, կապը ունի։ Կապ չկա։ Հիմա մեկը հելա գնացել Ամասիայում, ասում է, սա իմ ծննդավայրն ա եղել, ես ուզում եմ։ Ադրբեջանի 99% հայեր են եղել ու գրագետ։ Երբ որ Կովկասը բաժանելուց են եղել, այդ գլխավոր մասը դե Հայաստանը շատ թույլ երկ եղել, եւ քասիբ եւ ամեն ինչով։ Վրացին, ադրբեջանցին, մի հատ էլ ղարաբաղցի մարդ ա գնում։ Այնտեղ որ խոսում են բանն անում, սրանք կաշառում են այդ բանին, ասում այ մարդ մեր ազգը հետահունած ազգ է, թուրքը, ոչ կարող մաշինարություն, ոչ մի բան։ Արի մեզ կապի իրար հետ, հետո լավ կլինի։ Ստեփանակերտում ուսումնարան էին կառուցել հայերը, ու թույլ չէին տալ ընդեղի ավարտած գա Հայաստան։ Սումգայի Բաքու հետ էին կառուցում։ Հիմա նրանք ուզում են փշի անեն, հայերին էլի հետ տանեն միտեղ, որ էլի կառուցեն սարքեն ու իրանք վայելեն։ Հա, ինչքան վայելեցին, ինչքան կառուցեցին։ Դուք այն կողմերի վրա երևի գնացած չկաք, չեք տեսել, ծանոթ չեք։ Առաջ բանի Ղարաբաղից ներքև դեպի Կիրովաբադի կողմը ուղիղ տարածք ա եղել, այդ Տաշկեսանի շրջանը եղել է ոնց որ ցուրտ երկիր, այդ ուղիղ տեղը թողել են, ասել են էսի ձեզ ծորենի բանի արտեր։ Հետո որ սրահերը նստեց, Կակեբեի շեվ, ինչքան հայեր կային ռեսավիկ բան թողատեր, սաղին բանը։ Ու կանչեց, այս գյուղում դու ուզում ես, հա, տղես ուզում է։ Ու սաղ սարքեցին մի հատ ահռելի քաղաք։ Մի մասը կար, էդի թուրքի մասն է, այս հայի մասը սաղ փողոցներով բանով, վերջու դալոյ։ Իսկ հայերի սարքածը ուրիշ է։ Դրա համար իրանք մռմռում են, չեն կարող բանալ։ Իսկ սա ասեց, հա ասել է վախի։ Դու գնում ես գիտես թե Թրամփը պետք է մեջքիդ կանգնի փողոցը։ Էլիս էս թե նենց ռուսը կառուցել է, ռուսը սարքել է, չէ, ռուսից հեռու։ Ախր այդ դեպուտատներին, որ ծնդղես, մեկի գլուխը մի խելք չի, մեկը մի հատ քար չի դրել միտեղ։ Դրա համար գնանք ընդ երգիրը, հայ երգիրը թափած է։ Նոր եկողներին, որ Չարենցավանը, Աբովյանը, Հրազդանը մեծ գործարաններ կլիներ, ուզում էին ռուսներ բերել։ Այդ սրահերը բան արեց պոլիտիկա էլի տակ տվեց, ասեց փոխանակ ուրիշ ազգ եք բերում։ Ձեր ստեղի ազգը սաղ գրագետ մարդիկ էին։
մեխանիզատորներ, գրագետ, ամեն ինչերով։ Չարեն ցամանից ящикներով բանալին բերում էին։ Ինչ մասնակետ ես, ասում էր էքսկավատոր չքանի հոգի եք 4։ Արես 3 սենյակի բանալին։ Ու տենց այն գլուխներին դուրս հանին, մնացին այն քասիբները, ովքեր որ այգեգործ են, անասնապահ են։ Եվ տենց մնաց իրանց։ Նրանք խիտրի ազգ են։ Եվ սիրում են փշիփշիլն են, քամակը ցույց տան ու վերջ։ Նույն սրան բռնեցին քթան ձև։ Ինչի այդ բանի ճամփեն ոնց է բը։ Հա? Ինչ ճամփա, Թրամփյունի մասին։ Բանի միջանցքը ոնց Զանգեզուրի միջանցքը այդքան տարի նժդեհը այդ պատերազմը հաղթեց, պահեց։ Այդքան տարի նախագահներ նստեցին, ոչ մեկը չմտածեց, որ արեք տանք իրանց։ Իմ թոռը գնաց ժամանակավոր ծառայության բարձրագույն ավարտ, սև ջուր կար, սև ջուրը այն վաղ Սերժի ժամանակ պարսիկն ասաց բերստեք կես սարքենք ու բանալին թուրքերը խանգարեցին թող չարին։ Գնացել էր ծառայության, ասում սարի գլուխա ոնց որ ներքևի մասն էլ մենք ենք, երևի վերևից զենքել չբացել, երկու հատ քար կամ մի հատ գերան գլորը հայերը վերեց։ Ազգի մասին մտաղ չկա, ես միշտ ասել եմ, են առաջի անգամ եմ ասել, որ մեր երկիրը անգլուխ երկիր է։ Իմ աներձակի տղեն Ուկրաինա է, այնտեղից լսել էր զանգել էր տղեկս ասել էր արդեն ձազան էդ իշխելոտ բանեց։ Գլուխ պետք է ազգի մասին մտածող։ Մենակ այսքան տարվա բան եղել է Անտոն Երվանդովիչ Քոչինյան։ Եմ իր թոռը խոսում է մեկ-մեկ։ Որ Քոչինյանը նստել է Երևանի այդ տարածաշրջանի գյուղեր եղել են հողափոր տներ։ Դե գնացքը քարաբանը բերել, ասենք պետական բան շենքերը։ Մարդիկ գողացել են, որն էլ ծախել են, եկել են, ասել են, բա պրծավ։ Ինչի, տարա, ասել են, լսեք, այ շանվորդ, ինքը այդ են ցավ մարդկանց։ Այդ որ տարան Թուրքիա անցկացրին չէ, բա չէ զարմար արա, սաղ այդ հողերի տակ է։ Նորից գրեք բերեք, ես մակագրումը գնացեք էլի բերեք, սարքեք քաղաք։ Մարտունու կողմը գնում ես ընդ այն ժամանակները, չգիտեմ եղներով եկել ես թե չէ, մի հատ բան չկար, իմ սաղ գնում ես 2 հարկանի տներ, սաղ գեղեցիկ։ Նույն Արարատյան դաշտավայրի կողմերը։ Դե տենց հիմա ես ինչ ասեմ, ես էլ եմ ուզում խաղաղություն, ես չեմ ուզում տղեկ ունեմ, թոռներ ունեմ, ծուռնիկ ունեմ, այսքան տարի էլ կառուցել եմ, Երևանում 99%-ը ես էլեկտրոմոնտաժող եմ, գործարանները, բժշկական բաները, օբյեկտները, եկեղեցի, եկած եկեղեցի եմ մենակ մոնտաժել։ Ես արել եմ, որ այսօր նորմալ ենք, մեր երեխեքը մեր ժում, այս ինչ ասում ասես, հիմա էլ որ ասում ես հիմիկվա ջահելները, այդ ձեր նման ջահելներ, այ ինչ եք է ասում, Ղարաբաղն ինչի սայանի, մենք լավ ենք ապրում, հա դու լավ ես ապրում, առևտուր ես անում, գնում ես ուրիշ հարցերով ես զբաղվում, բայց այդ 50-60 տարեկանից վերև մարդը չի անում, հիմի սաղ դարել է բիզնես, այս անկյունի վրա 3-4 հոգի կանգնել են բիզնեսը, հիմի օրը ինչ են առնվի շան հույրակ գիտեմ, բայց աշխատատեղ ենք բացել, մի խոսքով վարեք գլուխներս չցավացնեմ, էդ է, սա դժվար հարց է, և են շատ առաջներում հայերն ու թուրքերը, որ շատ կռվել են, ցարը կանչել է հային, կաթողիկոսն ենք, չորեքջա, ասել է ժողովուրդիդ, վերցրը հարի ալտայսկի կրայի տալիս եմ ձեզ, շքան ուզում ես, ասել է լավ ես անում, բա մասիս կարաս տաս, էշ միացնի եկեղեցին կարաս տաս, ասել է դետի չի լինի, դե չէ գնացեք կռվեք, ու կռվեցին Աբարանից, Ղարաբաղից հավաքվեցին աբարանցիների եղանով, բաղով էին կռվում, եկան Սարդարաբադը հետ տվին դրանց գրավեցին։